Տիկին Մելոյան, հիմնականում չեն մերժում, չէ՞։ Ոչ, բնականաբար չի մերժեն։ Դե, Իրենց բարեկեցությանը լավ ապագա են, մարդիկ հոգնելով փոփոխություն են ուզում։ Համար 3 հաղթանակ բերեք։ Իսկ ուժեղ Հայաստանը թվյատեխնիկում երրորդն է։ Փոփոխությունների համար համար 3։ Նարդի խաղացողները միշտ հետաքրքիր են։ Համար 3։ Մարդը վերցրեց քարոզչական թերթիկը եւ հենց հիմա ծանոթանում է փոփոխություններին, որոնք խոստանում է Սամվել Կարապետյանը եւ ուժեղ Հայաստանը։ Հա? Դուք պետք է քվեարկեք։ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Տիգրան, всё։ Արուն Կարապետյան, Նարեկ ջան, մեր հայ ազգի արժանի զավակ, մեր լավ ընտանիքի արժանի հետնորդ, դու եկել ես մեր երրորդ մասի Շենգավիթի շրջանի ամենահզոր բակերից մեկը, քույր աղբեր բակերի նման հզոր, կանգնած ու սատարում ենք ձեզ, ձեր թիմին և ձեր թիմին իմ մասնիկն ենք հանդիսանում։ Մենք ուրախ ենք, որ մենք ուրախ ենք, մենք ուրախ ենք, որ մենք այսօրվա մեր կործանման գնացող հայրենիքը վստահելու են ձեր արժանապատիվ ընտանիքին և թիմին, ու ձեր թիմի էլ մի մասնիկն ենք։ Բարով եք եկե, թող ձեր ոտնամուտը Աստծով լինի, այդ երրորդ թիվն էլ պատահական չի, Աստծո երրորդությամբ։ Մենք բոլորս ձեր հետ միասին ենք, ու մենք բոլորով միասին ենք ուժեղ։ Բարով ես եկե, բարեք ջան, բարով ես Ժողովուրդ ջան, ժամը 19:00 հարը հավաքա լինելու։ բոլոր կետերը, ինչ որ կներես պարոն Սարդարյան ջան։ Ժամը 19-ին բոլորին հրավիրում ենք հանրահավաքի Գարեգին Եվ նժդեի ուժեղ խաղաղության ծրագրով նշված է, իրականություն է դառնալու, ու մեր երկիրը նենց է հզորանալու, որ ոչ թե մեր սերունդները զգան այդ հզորությունը իրար վրա, այլ 23 օրից բոլորս մեր մաշկի վրա զգալու ենք այդ փոփոխությունները։ Ձեր հետ միասին։ Թերթիկ համար 3։ Միասին միջև ենք։ Այո։ Երրորդ մաս, երրորդ համար, փոփոխության համար։ Երրորդ համար, փոփոխության համար։ Տիգրան ջան։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Աշխատանքային ժամ չէ։ Երեկո է, Բաքում խաղացող մարդիկ, երեխաները հաճույքով ողջունում են իրենց ծնողների հետ։ Բարևձեզ, վերցրեցիք, ունեն եւ էլի վերցնում են։ Այնտեղ բարեգործությունների մասին է, պարոն Կարապետյանի, բարևձեզ։ 30 տարիների, իսկ այստեղ մեր ծրագրերն են։ Այո։ Շատ հաճույքով վերցնում են, ես նկատում եմ։ Դեռ չի հանդիպել ինձ մարդ, ով մերժի։
Այստեղ է ապրել ինքը։ Որն է իր պատմանը։ Ահա այս շենքում ապրել է Նիկոլ Փաշինյանը։ Ես ճիշտ ասած եղել եմ իրենց տանը հարցազրույցի, հենց հեղափոխության օրերին, բայց հիմա հստակ չեմ կարող ասել, որ ուտքն է։ Այս շենքում են ապրել եւ հենց այդ շենքի պատշգամբներից տեսնում են մարդիկ ողջունում են։ Կան ողջունող մարդիկ, մենք երրորդ մասում ենք, սա Նիկոլ Փաշինյանի միջհեղափոխական բնակարանն է եղել, մենք հանդիպում ենք, որ դա նա վաճառել է այդ բնակարանը, եթե չեմ սխալվում։ Հայրենիքի մոտ փաստորեն եկանք հռերով, բակերի միջով, հասանք միջև կինո հայրենիք։ Եվ անմիջապես հայտնվեցինք իրականության մեջ, որովհետև այդ բակերում մի տեսակ այնքան խաղաղ ու հանգիստ ժպիտներով լի, այսպես դեմքեր էին, որ փողոց դուրս գալը մի տեսակ նույնիսկ անհարմարություն է պատճառում։ Ճիշտն ասած, այս շունիկը վախեցել է աղմուկից։ Շունիկը սարսափել է թմբուկների աղմուկից։ Եվ արագ փորձում է հեռանալ աղմուկից։ Դուք ծանոթ եք ուժեղ Հայաստանի ծրագրերին։ Ունեք, կարդալու եք, ծանոթանում եք։ Ես կանդած եմ։ Կանդածը իմ լեսեն է։ Եմ որ կանդած եմ, կանդած եմ։ Ես եսա։ Ես շատ Ձեր բարեկամն է Կանդազը։ իմ քրոջ ամուսինն է։ Ես միշտ եմ մասնակցում, ես Բարդ է։ ուղղակի հիմա գործից տոնում եմ հոգնած ու Սամվել Կարապետյանը միակ ուժեղ վարշավետի տեխնացում է, որ կարող է կանգնեցնել Նիկոլ Փաշինյանի վտանգավոր ու ապազգային քաղաքականությունը։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Պետք է արձանագրեմ, որ բավականին մեծ երթ դարձավ, բազմամարդ երթ է սա արդեն։ Բավականին շատ մարդ միացավ երթին, բակերից, փողոցներից, որտեղով որ անցավ երթը, համակիրները միացան, բավականին շատ, բավականին մեծ թվով։ Եվ մարդիկ գնում են դեպի հրապարակ, որտեղ պետք է լինի հանրահավաքը։ Հավալի է, որ մեր ազգը պարատված, այսօր առավել ևս պետք է միասնական դառնանք։ Այլ երթ չկա մեզ, կորցնում ենք մեր ամեն ինչը։ Հալնայք է, այս չէ են կողմը, կամին կամ կբերի կամ կտանի։ Դեր տեսնենք, համին կամ կբերի կամ կտանի։ Այդ անձրև ոստացել է։ Իսկ ընտրությունները ոնց կլինի։ Կամ կհաղթեն կամ կպարտվեն։ Չեմ կարծում, անկանխատեսել է, որտեվ Նիկոլա պայման կգնա ամեն ինչի։ Արդարությունը պետք է պայքարենք մեր քվեի համար։ Մենք մեր քվեին տեր պետք է կանգնենք։ Տեր չկանգնեցինք ամեն ինչը կլինի։
Հիմա տեսնենք, անձրև կլինի թե չէ, հենց այսօր կիմանանք։ Այո։ Կհաղթեք թե Այսօրվա, կհաղթեք, դա այո։ 24 օրից։ Այո։ Այսօր Առաջ աստված։ մեկ շաբաթ արդեն քարոզարշավը սկսվել է եւ 24 օր մնաց մինչեւ ընտրությունները։ Օ, մտնում են գետնանցում։ Ուրիշ քաղաքական ուժ անցել է։ Այսօր սա Հա? Այսօր իրենք են, այո, իսկ իրենցից առաջ անցել են, այսօր չէ։ այս քարոզարշավի ընթացքում եղել է որևէ մեկը ձեզ մոտ։ Եղել են, անցել են։ Քաղաքական ուժ, որ բուկլետ բաժանի։ Ուրիշ քաղաքական ուժեր եկել են։ Ուրգեն Սիմոնյանն է այստեղ եղել։ Այստեղ եղել է։ Ինչպես էր կոչվում։ Բոլորը այստեղ են ցես տվել այս բուկլետները։ Այո։ Պաստորին, հետաքրքիր է, պահել եք բոլորինը։ Ապահում եմ, հետաքրքիր է։ Կարդում եք։ Իմանամ ով ինչ անի, բայց չիմանամ չգնամ ընտրության։ Ստանում եմ ընտրում։ Այո։ Իսկական այսպես գիտակից քաղաքացիական վերաբերմունք ունեք, դիրքորոշում ունեք։ Դա Մոտավորապես գոնե պատկերացնում եք ում եք ընտրելու, թե դեռ չեք որոշել։ Չէ, չեմ ասում, ասեք ում։ որոշելով դա գաղտնիություն է։ Գաղտնիություն է։ Այո։ Ընտրությունը գաղտնիություն է պահանջում։ Շատ լավ, շատ լավ։ Կարևորը որ կողմնորոշվել եք եւ գնալու եք ընտրության։ Անպայման։ Պարտավոր է գնալ։ Իսկ օրինակ դուք ընդդիմադիր եք թե իշխանամետ, դա էլ է գաղտնիք։ Դա էլ է գաղտնի։ Շատ լավ։ Պահեք ձեր գաղտնիքները, համենայն դեպս գաղտնիքները պետք է պահել։ Դուք էլ ունեք ուրիշ ուժերի բուկլետներ։ Ես լալ եմ։ Հա? Համել խուլեք, չեք էլ լսում։ Լավ։ Իսկ կարդալ գիտեք, տեսնում եք։ Չէ, չեք էլ տեսնում։ Շատ լավ։ Հուսամ, որ այս հոտառություն ունեք եւ այս ծաղիկների անուշ բույրը զգում եք։ Շատ լավ։ Հաջողություն ձեզ։ Դե ինչ, մարդիկ մի փոքր նաեւ հումորի են դիմում։ Հումորը եւս օգնում է մեզ։ Ես գիտեք, ուզում եմ ցույց տալ գետնանցումի այս հատվածը։ Ամբողջովին ծաղիկներ են։ Առանց կատակի, ամենայն լրջությամբ։ Ապարակ, որտեղ նախատեսվում է ուժեղ Հայաստանի հանրահավաքը Շենգավիթ համայնքի բնակիչների համար եւ ես պետք է ասեմ, որ միացել եմ նրանց այս պահին քարոզարշավը լուսաբանելու համար, այսպես կոչված ղռերի մոդից եւ ղռերից մինչեւ այստեղ հասնելով երթը աչքիս առաջ մեծացավ, ավելի բազմամարդ դարձավ եւ ահա հավաքվել են, այստեղ կա բեմ, հիմա ես կմոտենամ հակառակ կողմից եւ ցույց կտամ, թե ինչքան մարդ կա հանրահավաքին ներկայացած։ Որպես այսպես համայնքային հանդիպում կարելի է գնահատել որպես բավականին բազմամարդ։ Հայրենիքը, սովորել սիրել հայրենիքը եւ հասկացել, որ հանուն հայրենիքի պետք չի ոչինչ կնայել։ Բավականին բազմամարդ է այս ամֆիթատրոնը ուղղակի լեփլեցուն է եւ երկու կողմից վերևից մարդիկ
հետևում են հանրահավաքին։ Այդ բանները կտրության առաջ, ոչ այդքան քաղաքական, որքան արժանապատվության կտրության առաջ։ Մենք իրավունք չունենք մոռանալու, ինչ եկավ մեր երկրի գլխին այդ վերջին Այսպիսիները հաուժը Հայաստանի ինչ ցավ ունեցավ։ մայիսի 14-ի քարոզարշավը։ Այդ Շեյդավիթում ապրող մարդը գիտի, եթե ուղղավ Ում ենք հետևել եւ ներկայացնել բոլոր նորությունները, այս բլոգը վարեց եւ ներկայացրեց Շակե Ավոյանը։ Հետևեք մեզ։